Քարոզի վերնագիր այսօր, որ ավարտեք ավելի զորեղ, ավելի լավ, քան սկսել եք։ Ամեն սիրելի եկեղեցի։ Դա է այսօր վերնագիրը։ Մենք ամեն տարի լավ սկիզբ ենք ունենում, որովհետև ամեն տարի մենք որոշում ենք կայացնում, որ 21 օրյա ծոմապահությամբ պետք է տարին բացենք։ Ամեն տարի, այսպես է Հիսահոսի մեջ, Դեստնի եկեղեցին, մեր ծնող եկեղեցին այդ հիմքը դրել է, ու գալիս է ամեն տարի դեկտեմբերից փոխանցվում ենք նոր տարին, հայկական նոր տարին, ու դեպի ծոմապահություն։ Խնդրում եմ այս օրը ձեր սրտերի մեջ թող սերմանվի, հունվարի 11-ը, աղոթքով ու ծոմով 21 օր բացելու ենք Տիրոջ առաջ, ամեն սիրելի եկեղեցի։ Դուք վկաներն եք ու գիտեք Աստված ինչեր է արել այդ աղոթքի այդ ծոմի ժամանակ, սիրելի քույր եղբայրներ, փառքեր Հիսուսին, Տերը գործում է։ Ուրեմն տարին մենք սկսում ենք զորեղ, բայց պետք է ավարտենք ավելի լավ հաղթանակներով, ավելի լավ վկայություններով։ Խոսքը դա է, սիրելի եկեղեցի։ Կարդում եմ Մատթեոս 21-րդ գլուխ 28 խոսքից։ Բայց դուք ինչ եք կարծում, Տերն ասում է մի հրաշք առակի մասին։ Մի մարդ երկու որդի ուներ, նա եկավ առաջինին ասաց. որդի, այսօր գնա իմ այգում աշխատիր, հալելույա։ Հիշեք ամեն անգամ, երբ որ ծառայության հետ է Տերը խոսում, ծառայության մասին, եկեղեցին որպես այգի է նա խոսում, այգու մասին, գործի մասին, ամեն։ Փառքեր Հիսուսին, իմ այգում արի աշխատիր։ 29 համար ասում է, նա էլ պատասխանեց եւ ասեց, չեմ կամենում, բայց հետո զղջաց եւ գնաց։ Հետոն կարևոր է։ 30 խոսք ասում է, գնաց մյուսի մոտ եւ նույնը ասաց, նա էլ պատասխանեց ու ասաց, կգնամ Տեր, ու չգնաց։ Այդ երկուսից ով հոր կամքը կատարեց։ Նրան ասացին առաջինը, Հիսուսը նրանց ասաց, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծո արքայությունը։ Սա այն Հիսուսն է, մանուկ Հիսուսն է, որ անցյալ կիրակի տոնեցինք եւ այսպեսի մի խոսք ասում, ամեն։ Ես հավատում եմ, որ այս մթնոլորտի մեջ, այս սենյակում կամ այս տեղը, որ Հիսուսն էր, այնտեղ էր մաքսավոր Մատթեոսը, ապաշխարած, այնտեղ էր Մարիամ Մագդաղենացի անունով մի քույրիկ, եւ գիտեք, եւ շատերը կարան լինեին։ Երբ որ նա այս խոսքերը ասում էր, կրոնավոր մարդիկ, կրոնի մարդիկ, նրանք ասում են, ոնց կարա մաքսավորները, պոռնիկները եւ նման վարքի մարդիկ ավելի առաջ ընկնեն, քան թե մենք, ամեն սիրելի եկեղեցի։ Հիշենք, որ խոսքն ասում է, Քրիստոս եկավ իրեններին եւ իրենները չընդունեցին։ Հրյաները չընդունեցին, մերժեցին։ Բայց հեթանոսները, որ մենք հեթանոս էինք, խավարի մեջ ծնված, չունենք փրկիչ, կռապաշտ մի ազգ, մենք ընդունեցինք փրկի լույսը մեր սրտերի մեջ։ Փառքեր Հիսուսին։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Ես շնորհակալ եմ ամեն մի լավ սկզբի համար։ Տարին, որ սկսում ենք, սիրելի եկեղեցի, ամեն։ Մեր մեջ եղան ջրի մկրտություններ։ Փառքեր Հիսուսին, ամեն մի ջրի մկրտության համար, Արտուր ջան, Տերը օրհնի եղբայրս։ Փառքեր Հիսուսին, Արտուր եղբայրս հունվարին այստեղ չէր, բայց կեսից եկավ։ Ամեն։ Սկզբից Տիրոջը ասել էր ոչ, բայց կեսից ասեց կգնամ ու կանեմ։ Ամեն։ Գիտեք, այս առակը իրական է, սիրելիներ։ Մանկան ընծայումներ ունեցանք, հաղթություններ ունեցանք, ճեղքումներ ունեցանք Տիրոջ այգու մեջ, փառքեր Հիսուսին։ Մի բան կուզեմ ասեմ այս առակի շուրջ, որ Տերն ասում է հիմնական այս միտքը. մի դատեք նրանց, ովքեր դեռ այգու մեջ չեն։ Սպասեք համբերությամբ, սիրելի քույր եղբայրներ։ Աղոթեք նրանց համար, ամեն։ Նրանք կարող են լինել ուղղակի զղջման ճանապարհին։ Տերը նրանց սրտերի հետ խոսում է։ Ես հավատում եմ աղոթքի զորությանը։ Ես այո տեսնում եմ շատ անհատներ այստեղ նստած, բայց ձեր սիրտը վառվում է ձեր ընտանիքի անդամների համար, որ Տեր 52 կիրակի իմ հարազատը իմ կողքը լինի այստեղ 2026 թիվը, ամեն։ Նրանք ճանապարհին են, վերադառնում են, սիրելիներ, փառքեր Հիսուսին։ Եվ երկրորդ միտքը կուզեմ ասել, բայց դուք սիրելիներ, որ այստեղ նստած եք, որ այգու մեջ եք, գործը ավարտին հասցրեք։ Չհանձնվեք, ամեն։
Աստված մեզ կանչել է այս գործ ավարտին հասցնելու համար, սիրելի եկեղեցի։ Խնդրում եմ Տիրոջ անունով Հիսուսի Սուրբ Հոգով սպառազինվեք գալիք տարվա համար։ Տերը թող զորացնի մեր հոգիները։ Շատ մարդիկ գիտեք կյանքում եւ հավատքի մեջ ճանապարհին լավ են սկսում, լավ սկիզբ են ունենում։ Ասում են այո Տեր, ամեն ինչ կանեմ քո համար։ Ամեն բան կանեմ, կյանքս կտամ, կզոհաբերեմ։ Ամեն խոստումներ, ոգևորված, ամեն բան ասում են, բայց ծառայության, երբ որ գալիս է տարին, տարվա մեջ փորձություններ, դրա մասին կնշեմ։ Սիրելի քույր եղբայրներ, այսօր կնշեմ 4 անձնավորության մասին 5 կտակարանում, որ լավ սկիզբ են ունեցել, բայց վատ ավարտ։ Բայց հետո կնշեմ իմ ամենաերկու գեներալներին հավատքի, որ նրանք ոչ թե վատ սկիզբ են ունեցել, դժվար սկիզբ են ունեցել եւ փառահեղ ավարտ, սիրելի քույր եղբայրներ, հալելույա։ Ավարտը կարևոր է։ Գործը պետք է ավարտենք, սիրելիներ, ամեն։ 2025 թիվը Տերը շնորհել է մեզ այս տարին, այս թիվը։ Եկեք ասենք Տեր, մտնում ենք 2026 թիվը մեծ հավատքով ու եռանդով, փառքեր Հիսուսին, հալելույա։ Պարզապես այգու մեջ լինելը դեռ չի նշանակում հոր կամքը կատարելը։ Հիշեք սա։ Մենք կարող է եկեղեցու մեջ ենք, բայց այգու մեջ չենք գործում։ Այ գործի ժամանակ է օծությունը գործում։ Պատկերացրեք հիմա մեքենան, Mercedes ամենայն լավ են, չգիտեմ ինչ մեքենա, թանկանոց, գարաժում կանգնած է։ Նա ուղղակի լավն է, տան մեջ է, բայց երբ որ սկսում է ինքը գործել, ամբողջ համակարգը սկսում է աշխատել։ Այն յուղը, որ մոտորի մեջ սկսում է աշխատել, սկսում է գործել, սկսում է արդեն մենք տեսնում ենք այդ մեքենայի արդյունքը, ամեն։ Եվ տեսնում ենք, որ ինչու Աստված այդպիսի մի մեծ գին է վճարել մեր համար, ու նրա հոգին, նրա օծությունը դրել է մեր մեջ, որ մենք գործենք հավիտենական կյանքի փառքի համար, սիրելիներ, փառքեր Հիսուսին։ Մատթեոս 21-ի մեջ այս առակը շատ կարևոր է, լսեք, երկու որդիների մասին է խոսում։ Գիտեք, երբ որ կարդում ենք Ղուկաս 15-ի մեջ այլ երկու որդիներ ենք տեսնում, ամեն։ Մատթեոս 15-ի մեջ, 21-ի մեջ այս երկու որդիները այգու մեջ են, բայց երբ որ կարդում ենք Ղուկաս 15-ը, փոքր որդին տանից դուրս է, ամեն, սիրելի եկեղեցի։ Սա շատ կարևոր միտք է, որ մենք հասկանանք։ Մատթեոս 21-ի այս առակը իր հոգևոր տրամաբանությամբ հիշեցնում է Ղուկաս 15-ի վերադարձող որդու առակը։ Որդին, երբ որ եկավ տուն, սկսեց այգու մեջ գործել։ Հավատում եք։ Երբ որ որդին մարդը փրկվում է, նա սկսում է գործել, հավիտենական կյանքի գործեր, հալելույա։ Բայց կարևոր տրամաբանությունը սա է, որ Ղուկաս 15-ում փոքր որդին տանից դուրս էր եւ վերադարձավ, իսկ Մատթեոս 21-րդ գլխում որդին այգու տան մեջ էր։ Փառքեր Հիսուսին, փառքեր Հիսուսին։ Երկուսն էլ լսեցին հոր ձայնը, երկուսն էլ գիտեին նրա կամքը։ Մենք մի բան կարանք հաստատ ասենք, որ Աստծո կամքը ծառայելն է իրեն։ Պատկերացրեք, մենք տարին սկսեցինք 25 թիվը, ինչքան հաջողություններ ունեցանք։ Երեխաների ծառայության մեր քույրերը, բոլոր ովքեր ծառայում են, իրենց ժամը, իրենց վարկյանը, րոպեն դնում են, գիտեք, մեծ ժամեր է, մեծ նվիրատվություն է դա Տիրոջը, ֆինանսականից բացի, քո ժամը, քո եռանդ, քո կյանքը, որ տալիս ես Հիսուսին, նվիրում ես, ամեն, սիրելի եկեղեցի։ Աստված խոսում այս միտքը։ Երբ որ տան մեջ ենք, սկսենք այգու այդ գործ անել, իր այգու մեջ, փառքեր Հիսուսին։ Ղուկաս 15-ում հարցը սա է. ով կվերադառնա տուն։ Սիրելի ծնողներ, շատերիդ համար հարցը նույնը էլի կրկնվում է ձեր մեջ։ Երբ է որդիս վերադառնալու տուն։ Դեկտեմբերի 31-ին ժամը 7-ին այստեղ ծառայություն ենք ունենալու։ Եկեք բարեխոսներ, սիրելի ծնողներ, աղոթենք։ Աղոթենք, որտեղ որդիները գալիս են տուն։ Ամեն, փառքեր Հիսուսին։ Մատթեոս 21-ի հարցը հետևյալն է. ով կաշխատի իր այգում։ Փառքեր Հիսուսին։ Երկրորդ Տիմոթեոս 1:9-ի մեջ Պողոս առաքյալը շատ հետաքրքիր խոսք է ասում։ Աստված ասում է փրկեց մեզ եւ սուրբ կոչումով կանչեց մեզ։ Փրկվածները կանչված մարդիկ են եւ տարվա մեջ միգուցե դժվարություններ ենք ունենում
Եվ այդ դժվարությունների ժամանակ թողում ենք ծառայությունը, կամ ուզում ենք հանձնվել, թողել, Տերը ասում է չթողնես ծառայությունը։ Մինչև վերջ հավատարիմ շարունակիր, որովհետև դրա մեջ մեծ վարձք ունես։ Սիրելի քույրս, եղբայրս, ամեն։ Հետաքրքիր է, որ ասում է, այն երկրորդ որդին ասեց, չեմ կամենում, սա մի խիզախ մարդ պետք է լիներ, որ ասեր չեմ կամենում տիրոջը, բայց ասեց, գիտեք ինչն է հետաքրքիր, մարդու կամքն է դա։ Աստված երբեք մարդու կամքի վրա չի տիրանա, որ սկսի ասես չեմ կամենում, չեմ ուզում գա քեզ պատժի դրա համար, մարդու կամքը ազատ է թողել։ Բայց ինչն է հետաքրքիր, որ հետո ասում է զղջաց եւ գնաց։ Թող Աստված այսօր տա մեզ այդ զղջացող սրտերը, Հիսուսի անունով եմ ասում, Տեր Հիսուս Քրիստոս, քո արքայության համար, հալելույա։ Այգու գործը հեշտ չի, սիրելի եկեղեցի։ Այն պահանջում է ջանք, աշխատանք ու համբերություն, համաձայն եք։ Եթե դուք ունեք այգի, այգեգործությամբ զբաղվել եք, դուք գիտեք ինչի մասին եմ խոսում։ Ես փոքր երեխա եմ եղել, հայրս ինձ վերցնում էր, իմ քույրս, եղբայրս, այն ժամանակ 3 քույր ու եղբայր էինք, եւ տանում էր Հրազդան մի դաչա ունեինք, այդ դաչան ամբողջը քարեր էր։ Այդ քարը փորել էր տալի, փորում էինք ու բան, որ մշակենք, քարերը հանում էինք, որ հողը հավաքենք ու ինչ որ մի բան, չգիտեմ որակը խի էր այդ հողի այդպես, բայց շատ դժվար էր քարերը հանես, քարերը մաքրես, այսա սրբագործությունն է, այգու գործը այսպիսի մի բան է։ Սկսում ենք աշխատել, սկսում ենք աշխատանքի մեջ, մենք իրար բնավորություններ ենք սկսում հասկանալ։ Գիտեք, տան մեջ մեկս մեկի բնավորությունները լավ գիտենք։ Այն բաներն է գիտենք, որ իրական առօրյա կյանքում չի, բայց ծառայության մեջ ամեն ինչ երևում է պարզ։ Ու շատ ժամանակ ասում ենք, բայց ես գիտես այս բանը չի սպասում, այն բանը աշխատի այգու մեջ։ Քարերը հանի այգու մեջից։ Մաքրիր, հողը զտիր։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը գալիս է եւ այդ պարարտ հողի մեջ հրաշքներ անելու։ Այդ պարարտ հողի մեջ է, երբ որ սերմը ընկնում է, սկսում է պտուղ տալ։ 60, 80, 100 սիրելի քույր եղբայրներս, փառքեր Հիսուսին։ Աստվածաշնչյան օրինակներ են բերելու 4 հզոր մարդկանց կյանքի մեջ։ Մենք իրենցից լավը չենք հասկացեք, որ նրանք լավ սկիզբ են ունեցել, բայց վատ ավարտ։ Իսրայելի թագավորները նման կյանք են ունեցել, սիրելներ։ Իսրայելը ունեցել է բաժանված այդ 10 ցեղերը, 20 թագավորներ, 20-ն էլ վատ սկիզբ ու վատ ավարտ։ Հուդայի մեջ եղել են կրկին 19-ից 20 թագավորներ, ոմանք մեծ մասը էլի վատ սկիզբ են ունեցել ու վատ ավարտ, ոմանք լավ սկիզբ, կեսից վատ ավարտ, այսպիսի մի բաներ շատ քչերն են, որ շատ լավ են ավարտել իրենց տարին, իրենց թագավորություն, իրենց գործը Աստծո համար։ Առաջին ուզում եմ նշեմ Սողոմոն թագավորին։ Երբ որ կա Սամսոնին, եկեք առաջինը Սամսոնին նայենք, դատավորած 13-ից 16 գլուխները կարդացեք, խոսքը ասում է ով էր Սամսոնը։ Նա իր ծնունդից ասում է օծված էր, Աստված նրան ընտրել էր։ Օծված էր դեռ ծնվելուց առաջ Աստծո հատուկ կոչումով։ Ամեն։ Աստված մեզ կանչել է մեր փրկության ժամանակ սուրբ կոչումով, փառքեր Հիսուսին։ Մենք դա լավ գիտենք։ Բայց ինչ կատարվեց Սամսոնի կյանքի մեջ։ 3 տարբեր կանանց հետ հարաբերություններ, որ պետքա չունենար այդ բաներ կար, խնդիրներ կար, հարաբերություններ, շփումներ, տարածքներ, ընկերներ, որ պետքա չլիներ այնտեղ, բայց եղավ։ Գիտեք, էլի Տերը գործում էր, ես դրա վրա եմ զարմանում, որ Աստված ոնց է կրկին անգամ գործում մարդու կյանքի մեջ, ու մի անգամից չի մերժում մարդուն, գիտես, ասի գիտես, այս բանը արեցիր, ես քեզ լքում եմ, երբեք, բայց վտանգը նրա մեջ է, երբ որ օծությունը մեր բնավորությունից առաջ հանգնում, մեր խարակտերից առաջ հանգնում։ Երբ որ մենք արդեն ուշադրություն չենք դարձնում, մեր սրտի հետ ինչ է կատարվում, սրտի խորքում ինչ է կատարվում, սիրելի քույրս, եղբայրս։ Նա թույլ տվեց փոքր կոմպրոմիսները դառնան նրա կյանքում մեծ անկում։ Եվ վերջապես Դալիլ անունով մեկը, որ նա իր գախնիկ իր կյանքը պատմեց այս կնոջը, եւ ասում է, երբ որ թշնամին եկավ, նա առաջվա պես խոսքը ասում է, ուզեց նորից գործի, նորից փառաբանի, երկի, խոսա, ծառայի, գնա, ինչ որ մի բան անի իր կյանքի մեջ, բայց ասում է չեղավ։ Գիտեք, խոսքը շատ հստակ է ասում։
Ասում նա չգիտեր, որ Տերը հեռացել էր իրենից։ Հիշեք, 20-25 թիվը ավարտին է ասնում, եթե Տերը մեր կյանքից մի փոքր հեռացել է, մեր ուխտը նորոգենք Տիրոջ հետ, սիրելներ։ Նա չգիտեր, որ Տերը իրենից հեռացել էր։ Այս խոսքը շատ հստակ է ասում։ Երկրորդը մենք կարդում ենք Սավուղի մասին, հիշում եք Սավուղ թագավորին։ Խնդրում եմ տեսեք The House of David կինոն, շատ ընտիր է, Սավուղի կյանքը նենց ընտիր է նշում այդ կինոյի մեջ։ Մի հրաշ թագավոր, նա լավ սկիզբ ունեցավ, սկսեց խոնարհությամբ եւ Աստծո ընտրությամբ։ Բենյամինի ցեղից Իսրայելի մեջ Բենյամինի ցեղը ամենափոքրն էր եւ Բենյամինի ցեղի մեջ ամենափոքրն էլ ինքն էր։ Հասկանում եք։ Սավուղը։ Բայց Աստված Սավուղին ընտրեց ու բարձրացրեց։ Մի նենց չեղած տեղից, ոչ մի բան չուներ իր կյանքի մեջ։ Եվ Սամվելը ասեց, այս պատգամը կխոսամ ծոմապահության ժամանակ, ասեց կգնաս պատերազմ, ամենը կվերացնես։ Ամաղեկացիներին սիրելներ։ Մեր կյանքում եթե ամաղեկացիներ կան, դրա մասին կխոսենք, մենք պետք է արմատախիլ անենք։ Ամեն սիրելներ։ Եվ նա հակառակը արեց։ Նա գնաց պատերազմի, պատերազմը հաղթեց, ամաղեկացիների թագավորին բերեց իր հետ որպես նմուշ։ Ամեն։ Թող Տերը սրբի մեր տունը, եթե ինչ որ նմուշներ կան օտար։ Մենք շատ ժամանակ գնում ենք Իսրայել կամ միսիա, որ տանում ենք մեր այդ ծառայողներ, ասում ենք զգույշ եղեք ինչ եք առնում այս ազգերի սովորություններից։ Ամեն բան չի, սիրուն է երևում, եկել ենք այդ ազգը գոգնոցման տենում եք, բայց ամեն բան մի վերցրեք։ Ամեն բան մի գնեք ու ձեր տան մեջ մի դրեք, սիրելներ, ամեն։ Թող Տերը օգնի մեզ, փառքեր Հիսուսին։ Սավուղը մենք տեսնում ենք, որ Աստծո խոսքն ասում է, նա սկսեց ավելի չվախենալ Աստծուց եւ ավելի սկսեց վախենալ մարդկանցից։ Ով է ինչ ասում։ Դավիթը կարող է ինձանից ավելի օծված է, հասկանում եք։ Մտքեր եւ այսպիսի տկար վախեր Սավուղի կյանքի մեջ։ Եվ վերջապես գալիս է մարգարեն խոսքը հիշեք, նրա ավարտը սա էր. հնազանդությունը ավելի լավ է ասես, քան թե քո զոհը, քան թե քո պաշտամունքը, Սավուղ, Սամվել մարգարեն ասեց։ Մենք կարդում ենք Սողոմոն թագավորի մասին 5 տակարանում։ Նա ունեցավ շատ լավ սկիզբ, հիշում եք տաճարի բացումը, Աստծո հոգին իջավ, տաճարը լցրեց, որ անգամ ասում է, ոչ մեկ տաճարի մեջ չէր էլ կարում կանգներ, քահանաները։ Եվ նա Աստծուց խնդրեց մի բան, Տեր տուր ինձ հանճարեղ սիրտ, իմաստություն, որ կարողանամ չարն ու բարին զանազանել։ Նա լավ բան խնդրեց, դա լավ սկիզբ էր, կառուցեց տաճարը, գրեց առակներ եւ մեծ օրհնության մեջ էր, աշխարհի ամենահարուստ մարդն էր, ամենաիմաստուն մարդը։ Բայց խոսքը սա է ասում, սիրելի եկեղեցի, նրա սիրտը ամբողջապես նվիրված չէր Տիրոջը։ Հնարավոր է եկեղեցում լինես, բայց սիրտդ ամբողջապես նվիրված չլինի Տիրոջը։ Սա հենց քրիստոնյաների ամենամեծ խնդիրն է։ Սա մեր ամենամեծ խնդիրն է այսօր, սիրելի եկեղեցի։ Որտեվ գիտեք, մենք քրիստոնեությունը տեսնում ենք շենքի ներսում։ Մենք գալիս ենք, հանդիպում ենք Հիսուսին, երգում ենք, փառաբանում ենք, բայց երբ որ գնում ենք, սկսում ենք մեր սրտի ուրիշ մի գործեր, մի բան հետևել։ Սիրտը ամբողջովին նվիրված չէր Աստծուն։ Ինչ եղավ Սողոմոնի հետ։ Փոքր բաներ։ Կանայք էլի, հարաբերություններ, սխալ որոշումներ, բարձրավանդակների վրայից նա չվերացրեց կռապաշտությունը, սիրելիներ։ Մի բան, որ Աստված Դավիթին հավանել էր, Դավիթը երբեք բարձրավանդակների վրա կուրքեր չէր կառուցել, ոչ մի բան, հասկանում եք, մենք խոսացել ենք Դավթի տան վրանի մասին, Դավթի տան դռնապաների մասին, սիրելներ, փառքեր Հիսուսին, թող Աստված ամբողջովին այսօր, այս վերջի պաշտամունքի ժամանակ, մեր սիրտը նվիրենք Աստծուն, այս վերջի աղոթքը, որ անելու ենք, նվիրված, ամեն ձև ամենալավ նվիրվածությամբ գանք Տիրոջը, ասա Տեր սրտից մի բաժինը քեզ չեմ տալի, ամբողջն եմ քեզ տալիս։ Սիրտը, երբ որ խոսում ենք Աստվածաշնչում, խորհրդանշում է քո պաշտամունքի կենտրոնը, որտեղ որ Քրիստոսը բնակվում է, Աստծո հոգին, այսպես ասենք։ Քո Աստծո ներկայությունը քո սրտի, քո կյանքի մեջ։ Սիրտը խորհրդանշում է քո անձը, քո միտքը, քո կամքը, քո զգացմունքները, որ կառավարում է այդ ամեն բաները, սիրելիս, ամեն։
Եվ այսպես Դեմաս անունով մի առաքյալ կար, նոր կտակարանում։ Երեքը ես խոսացի Սամսոնի, Սավուղի եւ Սողոմոնի մասին 5 կտակարանում, որ նրանք ունեցել են շատ լավ սկիզբ, բայց վատ ավարտ։ Դեմասը նա Պողոս առաքյալի ամենահավատարիմ աշակերտներից մեկն է եղել։ Նա սկսեց որպես Պողոսի ծառայակից։ Կարդացեք Կողոսացիս 4:14-ը, Փիլիմոնի 1:24-ը, կտեսնեք Պողոսը ամեն անգամ նշում է Դեմասին, որ Դեմասն էլ մեր հետ է։ Դեմասն էլ մեր հետ ծառայում է։ Բանտում Դեմասը մեր հետ է։ Բայց եկավ միտեղ մենք կարդում ենք եւ առաքյալ ասում է Դեմասը լքեց ինձ ինչի համար։ Աշխարհը սիրեց, սիրելներ։ Ես չեմ հավատում, որ մարդու կյանքում մեջ այս լքելը միանգամից է լինում։ Պատկերացրեք, հաջորդ կիրակի ու շաբաթ օրը քնից ելնես, ասես, չէ, Աստծուն չեմ հավատում, գնում եմ աշխարհ։ Այդ տեսակ բան չկա։ Փոքր բաներ, աննշելի բաներ, որ մեր կյանքում ձևավորվում է 12 ամիս Աստված մեզ տվել է, եւ այդ 12 ամիսների մեջ չգիտեմ ինչ դեմասներ, ինչ որոշումներ կան մեր ներսում, մեր սրտի մեջ, ու այդ որոշումները, գիտեք, դառնում է ճակատագրական։ Ասում է նա թողեց ու լքեց ու գնաց աշխարհը, սիրելներ։ Դե եկեք այս շնորհի քարոզող վարդապետ հովիվներին բացատրենք, ասենք ինչ էր սա նշանա։ Մարդը իրոք Տիրոջը թողեց եւ գնաց։ Ամեն։ Հիմա նայենք աստվածաշնչյան օրինակներ, որ շատ դժվար սկիզբ են ունեցել։ Ու շատերը այստեղ նստած, շատ դժվար սկիզբ, բայց գնում ենք դեպի լավ ավարտի, փառքեր Հիսուսին։ Իմ ամենամեծ հրաշք Տեր Հիսուս Քրիստոսը։ Նա ծնվեց Մսուրում, բնակվեց Կափառնիայում։ Եթե գնաք Իսրայել ու տեսնեք Կափառնիան ինչ ձևի մի տեղ է եղել, սիրելներ, ոչ Երուսաղեմում։ Նա կարար գնար բնակվեր Երուսաղեմում մեր Տերը, չէր կարար։ Այո, նա ուներ այդ պրիվիլեջը, այդ իրավունք ուներ, բայց նա գնաց որտեղ որ կարիքն էր։ Մենք անցյալ անգամ որ գնացինք Իսրայել, հենց մտանք Կափառնիա, այդ քաղաքը, որտեղ իր աշակերտներին կանչել է, եւ առաջի անգամ 2019 թվին էր այդ արձանը, որ դրել են մի արձան էր, սրա մասին պատմել են, որ այս նստարանն էր, նստարանի վրա մեկը պարկած էր, ու մոտենում ենք, չգիտենք ով էր, տեսանք խոցված տեղերը ոտքերի վրա ու գրված էր հոմլես Հիսուս, հոմլես։ Մարդիկ ասում է գլուխը դնելու տեղ ունեն, բայց մարդու որդին իր գլուխը դնելու տեղ չուներ։ Այս աշխարհի Տերն ու Տիրակալը, սեփականատերը ծնվեց, անգամ Մսուրի մեջ նա չուներ մի հարմարավետ տեղ, որ նա պետքա ծնվեր։ Մենք սուրբ ծննդյան այդ պաշտամունք հարեցինք, այո, ասեցինք փառավոր նրա սուրբ Մսուրը թող օրհնյալ լինի, սիրելի եկեղեցի, ամեն։ Բայց տեսնում ենք մեր Տերը դրանից հետո նա չընտրեց, նա նորից գնաց դեպի կարիքը։ Նա ապրում էր դուրսը այնտեղ, որտեղ որ խոսքը նշում է պոռնիկներն ու մաքսավորները, մարդիկ, որ մերժված էին, հնարավորություն չունեին մոտենալ Երուսաղեմի պատերից մտնեն, նա դարավ այդ մարկանց զոհը, նա դարավ այդ մարկանց փրկագինը, սիրելներ, ամեն, փառքեր Հիսուսին, բայց տեսեք մեր Տերը, նա ծնվեց Մսուրում, բնակվեց Կափառնիայում, շատ դժվար սկիզբ էր, ինքն իրեն խոնարեցրեց ու հնազանդ եղավ մինչև մա, այն էլ խաչի մա, Փիլիպեցիների մեջ ասում է, որն է սրա ամենամեծ մասը, Աստված ասում է նրան մի անուն շնորհեց, ասա որ վեր է ամեն անունից, ամեն, հալելույա, վեր է ամեն տերերից, տերություններից եւ ամեն այն դիվային ուժերը դրեց իր ոտքերի տակ, փառքեր Հիսուսին, հաղթանակածներ ունենք, սիրելիներ, այս է Քրիստոս կյանքն է, քրիստոնյան, երբ որ Հիսուսին ընդունում է Տեր ու անձնական փրկիչ, մենք դառնում ենք հենց սա Քրիստոսի պատկերի ու նմանության պես լինելն է, իր կյանքը դառնում է մեր կյանքը, իր դժվարությունները, իր խաչը, բայց գնում ենք դեպի հաղթանակը, փառքեր Հիսուսին, հալելույա, ինչն եմ սիրում, որ խաչի վրա ասեց կատարված է, Աստված երբեք կիսատ գործ չի թողնում, սիրելի քույր եղբայրներ,
Շատերը տարին սկսում են լավ, բայց կեսից հանձնվում են։ Գործը երբ որ կիսատ ես թողում, այս այգու մեջ այս առակը սա էր։ Գործը պետքա կիսատ չթողենք։ Գործը պետքա հասցնենք ավարտին, սիրելիներ։ Եվ մեր գործերը մեր ետևից գնում են, հայտնության գրքի մեջ ասում է, եւ Աստված մեզ վարձատրելու է ոչ թե մեր փրկության համար, նո մեր փրկության համար նա գին է վճարել։ Եկեղեցի, մեր փրկության համար նա գին է վճարել իր արյունով։ Ամեն։ Բայց մեր գործերի համար նա վարձ կա տալու մեզ։ Փառքեր Հիսուսին, սիրելի եկեղեցի։ Ասեց ամեն բան կատարված է։ Եթե կյանքիդ մեջ մի քանի պրոջեկտներ ես սկսելու չես ավարտել, ավարտիր, ասա կատարված է։ Մեր Տերը այդպիսի Աստված է։ Պատկերացրեք, նա սկսեր արարչագործությունը, հասներ 3-րդ օրը ու ասեր դե կիսատ եմ թողում։ Այդպիսի բան չկա։ Մինչև 6-րդ օրը, 7-րդ օրը հանգստացավ, ամեն ինչ կատարված է, խաչի վրա, ամեն ինչ։ Երբ որ մեր Տերը իր որդուն, հայրը որդուն ուղարկի, երկրորդ գալստյան ժամանակ նա դեռ պետք է ավարտի իր գործը, սիրելի եկեղեցի, այս երկրի վրա։ Եվ նա դա է անելու, փառքեր Հիսուսին։ Իմ մյուս հաջորդ այս կարամ ասեմ գեներալը հավատքի Պողոս Առաքյալը։ Հալելույա։ Նա շատ դժվար սկիզբ ունեցավ հավատքի մեջ։ Նա դժվարը ավարտեց, բայց հաղթանակով ավարտեց, սիրելիներ։ Ես հավատում եմ, քանի նոր տարիներ է անցկացրել։ Երևի հենց Սուրբ Ծննդյան օրն էլ նա իրական գիտեր երբ է։ Ու անգամ Սուրբ Ծննդյան օրը իր նամակների մեջ չի նշել Փառք Աստծուն։ Երևի այդ օրը ես իմ ինչ կդարձնենք։ Ամսի 25-ը Ամերիկայում ամենամեծ կոմերցիալ օրն է, գիտեք, չէ՞։ Ռեկլամներ, առևտուր, ամեն ինչ բիզնեսի վրա է, ամեն ինչ։ Փառք Աստծու, երբ որ գիտեք ինչն եմ սիրում հունվարի 6-ի, որ գալիս ենք, ասես հանգստանում ամեն բան։ Ասեմ մեր ազգի մեջ իրոք շատ լավ բաներ կա։ Երբ որ գալիս է Սուրբ Ծնունդը, ամեն բան, նոր տարին անցել է, ուտել, խմել, առևտուր, բան, անցել է, փրկիչն է մենակ։ Քո փրկիչն է մսուրի մեջ, ամեն, փառքեր Հիսուսին։ Պողոս Առաքյալը դժվար սկիզբ ունեցավ։ Ես հիմա կարդալու եմ նրա դժվարությունների մասին, երևի ես կարդամ, դուք ձեր մեջ կասեք, այդ մեկը կա, այդ մեկը կար, այն մեկը կար, էսի կար։ Եթե այդ բաները ասեք կար, սիրելներ, չհանձնվեք։ Ամեն։ Երկրորդ Կորինթացիս 11:24 խոսք այսպես ասում. Հրեաներից 5 անգամ 40-ից 1 պակաս հարված եմ ընդունել։ Չգիտեմ սա որ նոր տարիներ։ Չգիտեմ որ տարվա մեջ էր։ 3 անգամ խարազանվել եմ, 1 անգամ քարկոծվել, 3 անգամ նավաբեկությամբ ենթարկվել։ Կարար հանձնվեր, կարար թողեր, բայց եթե թողեր մեր վիճակի ինչ էր լինելու։ Երևի 2 նամակ կունենայինք, բայց եթե աշխարհ գնար Դեմասի նման, այդ 2 նամակներ եկեղեցու հայրերը երևի չէին ընկրկի Աստվածաշնչի մեջ է, տեսեք նպատակ կա, նպատակ։ Մի ցերեկ ու գիշեր ծովի անդունդի մեջ եմ մնացել, կարդացեք Գործք Առաքելոց 28-ը, բազմաթիվ ճանապարհորդություններ, վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգականներից, վտանգներ հեթանոսներից, քաղաքում, անապատում, ծովերում, սուտ եղբայրներից, երևի Դեմասի մասին չգիտեմ, նման բաներ, հոգնածություն ու աշխատանք, հոգնածություն, աղոթքի ծառայությունը գալիս է շատ անգամ, ժամը 7-ին գալիս ենք, քույր եղբայրներ, նույնը չի, ասում եք որտեղ են, հոգնած եմ եղել, գիտեք քանի անգամ եմ լսել այս բանը, Արմեն եղբայրն հենց հոգնած էի, գործից եկա, ասա հոգնածությունը մի կողմ եմ դնելու 20-26 թվին, եթե հոգնած ես, Պողոս Առաքյալից առավել հոգնած չես լինի, այս մարդը անցել է կյանք, սիրելիներ, ճանապարհ մեր համար, ամեն, ասում է հոգնածություն ու աշխատանք բազմիցս արթուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտի ու մերկության մեջ, մյուս նեղությունների զատ ինձ վրա էր կիտվում բոլոր եկեղեցիների ամենօրյա հոգսը, սիրելի եկեղեցի, ամեն, Պողոս Առաքյալը մի բան ասեց, Փիլիպեցիների մեջ նույն եղբայրը, Պողոս մեր Առաքյալը բանտարկված, ասում է եղբայրներ, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա։ Ասում է ես դեռ չեմ համարում, որ ամեն բան վերջացավ։ Հետևում թողածը մոռանալով դեպի առջևում եղածներն եմ ձգտում։ Հավատում եք, սիրելիներ։
Հետևում թողած բաները։ Հետևում թողած բաները, ինչ որ նշեցի Կորինթացիների մեջ դրանք էին։ Ամեն փորձությունները, անհաջողությունները, ցավերը, ամեն սիրելի եկեղեցի։ Տեր Հիսուս Քրիստոս ողորմությունը տարա Տեր։ Չհանձնվեք սիրելներ։ Իմացել ենք այգու գործը հեշտ է, այգու գործը հեշտ չի։ Եկեղեցում ծառայությունը հեշտ չի սիրելներ շատ անգամ։ Բայց երբ որ տեսնում ես մեկի կյանքը փոխվում է, մեկը իր կյանքը նվիրում է Աստծուն, հիվանդները բժշկվում են, կաղերը քայլում են, փրկություն, դավանություն, ընտանիքների մեջ միաբանություն, ընտանիքները միաբանվում ու շինվում են, վարձքը տեսնում ես, ասում ես այո եւ ամեն։ Այ 1 տարի էլ ես կգնամ, 1 տարի էլ կշարունակեմ եւ հետեւում թողած բաները կթողնեմ ետևում ու կնայեմ դեպի առաջ իմ հավատքի առաջնորդին մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Փառքեր Հիսուսին։ Հալելույա։ Եբրայեցիների 12:1-ի մեջ ասում է. «Եվ համբերությամբ վազենք մեր առաջ դրած ասպարեզի ընթացքը»։ Կյանքը վազք է, սիրելներ։ Հունվարի 1-ը կգա ու կտեսնենք այդ վազքը նորից կշարունակվի։ Խնդրում եմ Քրիստոսին նայենք, մեր հավատքի առաջնորդին։ Հունվարի 1-ը գալու է, շատերը լավ սկիզբ են ունենալու, բայց շատ շուտ թողելու են իրենց այդ կարիերան, այդ բաները։ Գիտեք, New Year's resolution, լսել եք սրա մասին։ Ես մի պահեստ ունեինք, այդ պահեստը տնօրինում էի։ Պահեստում լիքը բաներ էին բերում, քասկոյի այդ դոնաշիներ ուղարկում էին, այդ վազելու այդ ապարատներ, բան, սաղ։ Հունվարի վերջը, որ գալիս էր հունվարի վերջի այդ շաբաթը, փետրվար, այնքան էին քասկո հետ տալիս այդ վազելու ապարատները։ Ուղարկում էին մեզ, թափ-թազ ապարատներ ու ասում են մարդիկ դե հետ են, տվե չեն օգտագործում, ինչի համար։ Տարին լավ էին սկսել։ 20 pound գցելու եմ, 50 pound կամ բան։ Ապարատը առնում է առաջի շաբաթը, երկրորդ, երրորդ շաբաթը, ուզում է, բայց ժամանակ չունի, հասկանում ես։ Պողոս առաքյալը ասում է, եկեք լավ սկիզբ ունենանք ու ավելի լավավարձ սիրելներ։ Գործը կիսա չթողենք, Փառքեր Հիսուսին։ Մեր Տիրոջ խոսքն եմ ուզում կարդամ։ Մատթեոս 20:23-ի մեջ Տերն ասում է. լավ ու բարի հավատարիմ ծառա։ Փառք Հիսուսին, հալելույա։ Ինչպես կարելի է տարին ավելի լավ ավարտել, ավելի զորեղ։ 3 կարևոր կետ եւ աղոթենք սիրելներ, հալելույա, Փառքեր Հիսուսին։ 3 կարևոր կետ։ Եթե արդեն այգու մեջ ես, գործը կիսատ մի թող։ Ամենաառաջինը հիշիր սա, սիրելիս, հալելույա։ Առաջի Կորինթացիս 15:58 ասում է. եղեք հաստատուն, անշարժ, միշտ առատ Տիրոջ գործի մեջ, սիրելի եկեղեցի, ամեն։ Հաստատուն, անշարժ ու Տիրոջ գործի մեջ միշտ հաստատուն եղեք։ Երկրորդ միտքը, որ այսօր կուզեմ փոխանցեմ ձեզ, հետևյալն է. թույլ մի տուր, որ հոգևոր հոգնածությունը քեզ կանգնեցնի։ Թույլ չտաս։ Գաղատացիների 6-ի մեջ խոսքն ասում է չհոգնեք բարիքը անելուց, որովհետև ժամանակին կհնձեք։ Միգուցե այդ ժամանակը 2026 թիվն է։ Միգուցե քո վարձքի ժամանակը 2026 թիվն է, սիրելի եկեղեցի, ամեն։ Եվ ամենակարևորը երրորդը, թող տարվա այս վերջին այս օրը դառնա զղջման եւ ուղղման ժամանակ։ Հիշեք փոքր որդին ասում է զղջաց ու գնաց։ Այո, միգուցե շատ դժվար սկիզբ ենք ունեցել, բայց սիրելներ, եկեք լավ ավարտ ունենանք։ Թող Տերը տա մեզ այդ զղջման հոգին, ինչպես որ այն որդին զղջաց ու գնաց, Փառքեր Հիսուսին։ Շնորհակալ ենք Տեր, ոտքի կանգնենք սիրելներ, Փառքեր Հիսուսին, երկրպագում ենք քեզ Տեր։ Պաշտում ենք քեզ, օրհնված ըլնես մեր Տեր, հրաշագործ Աստված, անունդ փառավորվի Տեր։ Ես խնդրում եմ Տեր, որ տաս հաղթություն Տեր մեզ։ Տաս Տեր Աստված այսօր այս 2026 թիվը Տեր Աստված հաղթանակով բացենք քո առաջ Տեր Աստված։ Հունվարի Տեր Աստված առաջի կիրակին գալու ենք, հաջորդ կիրակի ու ասենք Տեր զղջման հոգով ենք գալիս քեզ։ Այո ենք բարձրացնում քեզ Տեր Աստված, բարձրացնում ենք քո անունը, պաշտում ենք քեզ, երկրպագում ենք քեզ, օրհնում ենք քո անունը Տերերի Տեր, Փառքերի Աստված, փառք ես Տեր Աստված։ Ամեն բանի համար գո ենք Տեր։ Գո ու շնորհակալ ենք 52 կիրակիները, որ մեզ շնորհեցիր։ 2025 թիվը Տեր Աստված
որ մենք զորեղ ձևով մուտք ենք գործել եւ այսօր ավելի հզոր ձևով ենք մենք մեր տարին փակելու Տեր Աստված։ Փառքեզ Հիսուս։ Հայր, այսօր միգուցե այսօր կան կարիքներ այստեղ։ Ես խնդրում եմ քույրես, եղբայրս, եթե քո կյանքի մեջ կան կարիքներ, կան խնդիրներ, կան օքսեր, եթե տարվա մեջ դու զգացել ես դժվարություններ, վատ սկիզբ ես ունեցել, միգուցե Պողոս առաքյալի կյանքի պես քույրես, եղբայրս, նա որ նշեց այն դժվարությունները, դու էլ այդ դժվարությունների ճանապարհով ես անցել, այսօր ասա, ես ետ եմ թողում, ետ չեմ նայելու, նայում եմ դեպի առաջ, իմ հավատքի առաջնորդին Հիսուս Քրիստոսին, այս վազքի, այս կյանքի, այս ասպարեզի մեջ Տեր, քո երեսն եմ փնտրում Տեր, ասա Տեր մի բան, ուխտս նորոգում եմ քո առաջ սիրելի Հիսուս, նվիրվում եմ քեզ ամբողջովին, իմ ուխտը, իմ կյանքը, նվիրում եմ քեզ սիրելի Հիսուս, շնորհակալ եմ Տեր, Հայր այսօր օրհնիր քո ժողովուրդը Տեր, Տեր պատրաստիր մեզ 2026 թիվը հունվարի 11-ը Տեր, որ մեր Տիրոջը ասելու ենք այո, ասելու ենք այո, գալու ենք ծոմի, պասի ժամանակ ենք ունենալու, առանձնանալու ենք Տիրոջ երեսն ենք փնտրելու Տեր, եւ ամենակարևորը Տեր, ես նշեցի այն 4 անձերի մասին, որ նրանք լավ սկսեցին ու վատ ավար Տեր Աստված, ասելու ենք Տեր, այն ինչ կատարվեց Սամսոնի կյանքի մեջ Տեր, որ նա դեռ ծառայում էր, բայց չգիտեր, որ Տեր էլ իր հետ չի Տեր, Տեր պահիր մեզ Տեր, պահիր այդ վիճակներից, Սողոմոնի նման Տեր Աստված չլինենք, որ մեր սիրտը ամբողջովին քեզ նվիրված չլինի Տեր, բայց սա լինի այդ կատարյալ նվիրվածության պահ, չլինի Տեր Դեմասի նման աշխարհը սիրենք Տեր, Տեր քո խոսքն ասում է, շատ հստակ ասում, որ դու ատում ես աշխարհը, Տեր դու աշխարհի միջից մեզ գնեցիր, քույրս եղբայրս, աշխարհի մեջ Տերը եկավ փնտրեց, այն մարգարիտը գտավ, քեզ գտավ, այն ամենախորը տեղերից, տիղմի մեջից ինձ հանեց, և այդ մարգարիտը սրբեց իր արինով, առանձնացրեց, և դրեց իր տան մեջ փառքեր Հիսուսին, սիրելի եկեղեցի, ասա Տիրոջ ձեռքերի մեջ ես մարգարիտ եմ, գնված Հիսուսի արինով, փրկված Հիսուսի շնորհի գնով, փառքեր է քեզ Հիսուս, այսօր կյանքս նվիրում եմ քեզ Տեր, այս վերջի կիրակին Տեր, ուխտ եմ անում նորից քո հետ Տեր Աստված, ետին բաները թողելով ետև, նայում եմ դեպի առաջ իմ հավատքի առաջնորդին, փառքեզ Հիսուս, փառքեզ Հիսուս, քույրս եղբայրս, Մատթեոս 21-ի 2 որդիներն էլ մենք ենք, Տիրոջ տան մեջ ենք, Տիրոջ այգու մեջ ենք, բայց Ղուկաս 15-ի մեջ, այսօր աղոթում եմ, որ որդիները տուն գան, այսօր աղոթում եմ 2025 թիվը, որ մենք այս էջը թերթելու ենք և դեր որդիներ կան, որ նրանք դուրսն են, հայրը սպասում է, հայրը նայում է, հայրը հետևում է, հայրը ասում է որդիս, պատմուճանը, մատանին, կոշիկները ձեռքս են, սպասում եմ քեզ, հայր որդիները թող գան տուն Տեր Հիսուս, թող գան տուն Տեր Աստված, թող գան տուն Տեր Աստված, բայց այն մի որդին Տեր Աստված, մեծ որդին տան մեջ էր, բայց այգու մեջ չէր Տեր Աստված, նա տան մեջ էր, բայց այգու գործից դուրս էր, Տեր ես խնդրում եմ, որ մեզ անես քո այգեգործները, քո այգու մեջ, մի տեղանշած այգեպանի մասին, դա խոսում է Հիսուսի մասին, նա որ մեռելներից հարություն առավ, մայրամը տեսավ նրան ասեց, ով այգեպան, հալելույա, հալելույա, մեկ էլ Հիսուսի, նրա շնորհները մեր մեջ գործող այդ այգեպաներն ենք, Աստված մեկից տվել է մարգարեության շնորհ, մեկից աղոթքի, ամեն մեկից, մեկին փառաբանության, երկրպագության, ամեն մեկի շնորհները տարբեր է, սիրելի այգեպաներ, Աստված ուզում է 2026 թիվը այգու մեջ խորը գործեր անենք, ոչ մի ծառայություն չթողնենք,
Սիրելի եկեղեցի, ես ձեր կարիքն ունեմ, ձեր ծառայության կարիքն ունեմ, առավել ևս, ձեր փրկիչը ձեր կարիքն ունի, նա ուզում է օգտագործի մեզ, իր գերբնական գործերի համար, իր գերբնական գործերը, որ հոգին մեր միջով գործի, տեսնենք, Տերը ինչ մեծ գործեր արեց, ինչ սրտեր ու կյանքեր փոխեց, ինչ հնարավորության դռներ բացեց մեր առաջ, մեր առատ Աստվածը, փառքի Աստվածը, շնորհակալ ենք Տեր Հիսուս, շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ ենք Հիսուս